Ըստ խնդրի շարքով դրված են 27 լուծք ու տուփեր, համարակալենք նրանց 1-ից մինչև 27, եւ ցանկացած 4 հաջորդական տուփերում կա գումարային 25 լուծկի։ Այսինքն, օրինակ, 1-ից մինչև 4-րդ տուփերում կա գումարային 25 լուծկի, այնուհետև 2-ից մինչև 5-րդ տուփերում կա եւս 25 լուծկի եւ այսպես շարունակ։ Բոլոր տուփերում միասին կա 165 լուծկի։ Պետք է գտնենք, թե քանի լուծկի կա 8-րդ տուփում։ Նախ եւ առաջ նկատենք, որ ըստ պայմանի, եթե առաջինից մինչև 4-րդ լուծք ու տուփերի լուծկիների գումարից հանենք առաջին տուփում եղած լուծկիների քանակը եւ փոխարենը ավելացնենք 5-րդ տուփում եղած լուծկիների քանակը, գումարային ոչինչ չի փոխվի։ Լուծկիների քանակը կրկին կմնա 25։ Հետեւաբար, առաջին տուփում կա ճիշտ այնքան լուծկի, որքան 5-րդ տուփում, եւ այսպես շարունակ նույն տրամաբանությամբ ճիշտ այնքան, որքան 9-րդ, 13-րդ, 17-րդ, 21-րդ եւ ի վերջո 25-րդ տուփերում։ Քանի որ ինտերվալների հեռավորությունը բոլոր դեպքերում 4 է, այս օրինաչափությունը նկատելով կարող ենք շարունակել նաև մնացած տուփերի համար։ Ճիշտ նույն կերպ կարող ենք եզրակացնել, որ երկրորդ տուփում կա այնքան լուծկի, որքան 6-րդ, 10-րդ, 14-րդ, 18-րդ, 22-րդ եւ 26-րդ տուփերում։ Այնուհետև երրորդ տուփում կա այնքան լուծկի, որքան 7-րդ, 11-րդ, 15-րդ, 19-րդ, 23-րդ եւ վերջին 27-րդ տուփում։ Վերջում էլ կարող ենք գրել, որ 4-րդ տուփում կա այնքան լուծկի, որքան 8-րդ, 12-րդ, 16-րդ, 20-րդ եւ 24-րդ տուփերում։ Հիմա եթե բաժանենք մեր ունեցած 27 տուփերը 4-ական ինտերվալների, մինչև 24-րդ տուփը կունենանք 6 հատ այդպիսի ինտերվալ, որոնցից յուրաքանչյուրում կա գումարային 25 լուծկի։ Հետեւաբար մինչև 24-րդ տուփը կունենանք 25 անգամ 6 150 լուծկի։ Եվ ուրեմն վերջին 3 տուփերում մնացած լուծկիների քանակը կլինի 15, որպեսզի 150-ի հետ գումարային ունենանք 165 լուծկի, ինչպես տրված է պայմանում։ Մյուս պայմանի համաձայն էլ 24-ից մինչև 27-րդ տուփերում պետք է լինի գումարային 25 լուծկի, քանի որ ունենք 4 հաջորդական տուփեր, եւ ուրեմն 24-րդ տուփում կա 10 լուծկի, որպեսզի 24-ից մինչև 27-ում լինի գումարային 25։ Մնում է միայն այդ 10-ը տեղադրենք մեր գրած հավասարման մեջ եւ կստանանք, որ 8-րդ տուփում կա 10 լուծկի։